Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայկ Այվազյանը։ Բարև ձեզ Հայկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երկու մասի թերևս բաժանենք մեր զրույցը, թեման, երկու թեմայի կանդրադառնանք։ Առաջինը Արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, երեկել խոսել է ուրեմն ինձ համար անընդունելի է հանդիպումը Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ասել է Փաշազադեն, Կովկասյան մահմեդականների վարչության նախագահը, Գարեգինը բացի իր կրոնական դերից ստանձնել է նաև քաղաքական դեր, նման եւ այլն։ Մենք ստիպված ենք այսպիսի այլանդակ հայտարարություններ ու բաներ մեջ բերել խոսել, մինչ այդ ասեմ, որ շատ սարսափելի բան է տեղի ունեցել, եթե նախկինում սա տեղի ունեցած լիներ, մենք վստահ ենք, որ ունենք պետություն եւ երկիր եւ շատ արագ այս հարցը կարող էր լուծել։ Մասնավորապես ինչի մասին է խոսքը, որ տեղ համայնքի Սյունիքի մարզում երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են եւ հայտնվել են Ադրբեջանի տարածքում, հայտնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Ստված տեղեկությունների համաձայն Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջանգիրյանը եւ Անդրեյ Արմենի Գյագունցը հունիսի 6-ի ժամը 01:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելով հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Տեղ համայնքի ավականու անդամ Արգամ Հովսեփյանը ազատությանը փոխանցել է, որ դեպքը կեսգիշերին անց է տեղի ունեցել, երբ տղաները գնացել են ձիերին բերելու։ Ըստ Հովսեփյանի նրանք տեղում մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում արոտավայրից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են։ Սա ակնհայտ ես նորից եմ կրկնում, եթե նախկինում լինեն վստահ կլինեն, որ անմիջապես կբանակցեն եւ այս հարցը կլուծվեր, բայց քանի որ Նիկոլը բերել է թուրքերին հայերի տուն, օջախ, բառից բուն իմաստով, գիտեք թե ինչքան արոտավայրեր, ինչքան դիրքեր, ինչ հատվածներ, տարածքներ է հանձնվել Սյունիքից, պարոն Բագրատյանը վստահաբար 1000 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը, գիտեք որ Սյունիքի վրա նստածրել է թշնամուն, մեր արոտավայրերը տվել է, եսա ընդամենը այն 600,000, չգիտեմ ինչի ծնունդներ, որ գնացել եւ ընտրել եք, դուք հիմա մեղավոր եք, որ այս պատանիները հայտնվել են թշնամու ձեռքը, թե ինչ տեղի կունենա, ինչ դուք գիտեք թե թշնամին ոնց է վարվում եւ ինչ է անում։ Այն որ ձեզ մի հատ թղթի կտոր է գտել, հեսա պիտի կերցնի ձեզ, ասի այս խաղաղությունը, այդ իր խաղաղությունն է, որ իբրև թե խաղաղություն է բերել։ Այդ խաղաղությունը կերակ պատերազմից առաջ էլ, պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ, ընտրությունների ժամանակ էլ կերակ այդ բանը խաղաղություն, դժբախտաբար ցավոք սրտի դրա համար պատասխան են տալիս շատ անգամ անմեղ մարդիկ, ոչ թե այն արարածները, որ գնացին երկիր հանձնող դավաճանող սրիկակույտին փողոցայիններին ընտրեցին։ Սա այսպես Արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվում է։ Ես այնտեղ էլ զգուշացեք չտարածվի դա, որտեվ ինչ ասեմ, անհարմար է զգում դա անգամ կարդալ, ես չգիտեմ էլի, ես անբարոյականություններ սահման ունի եւ սահմանագիծ ունի եւ դա գրում է մեկը, որ վերընկած է այդ աթոռին, այս այլանդակությունը հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվում է, իրականում հանրային լուր, բայց ներքին այսպես ընդվզում կա այդ ամեն ինչի դեմ, այնուամենայնիվ հոգևորը հավատը ես վստահ եմ քրիստոնեությունը մեր ժողովրդի մեջ շատ ավելի խորն է նստած, գուցե դա այդպես առերդ այդպես չի երևում, բայց չգիտեմ, ես այդպես ներքին վստահություն ունեմ եւ համոզմունք ունեմ, որ եթե իրենք իսկապես այլանդակ ձեռքերով փորձեն մխրճվել հայ առաքելական եկեղեցու տիրույթ, ժողովուրդը իսկապես կդիմադրի եւ ես դա տեսնում եմ եւ շատերն ասում են, որ դա եթե շարունակի վստահ ինքը պիտի լինի, որ ինքը պարտվելու է։ Սա հաջորդեց հենց իրենց կրոնական այդ առաջնորդի Ադրբեջանի այդ մուսուլմանների կրոնական առաջնորդի հայտարարությունից հետո, գիտեք 3-4 օր առաջ հայտարարել էր, դրան հաջորդեց այս ազգակործանի այլանդակության այս հայտարարությունները եւ հարձակումը, ինքը սրբություն չունի, բարոյականություն չունի, փողոցայինների համար դա նորմ չի, դրա համար մտնում են ամենաայլանդակ բաների վիճակի, չգիտեմ անգամ ոնց մեկնաբանել, որ
հնարավոր չխոսեմ դրա մասին եւ նաեւ բարեկամաբար խորհուրդ կտամ իմ գործընկերներին էլ սա չհանրայնացնել, այս այլանդակություն ուղակի չհանրայնացնել եւ մի հատ էլ այս այլանդակության հետ կապված ես տենց թափթփուկ բաներ կան նաեւ ինչու ոչ նաեւ մեր լրագրողական հանրությունը, որ այդ հարցադրումներով փորձում են սրբազաններին իբրև թե նվաստացնել, նեղը գցել եւ ինչ որ բաներ ասել, ես ասում եմ, սրա պատասխանը ըստ էության տրվել է, հատկապես շատ ողջունելի է Սրբազան Աճապահյանի, Միքայել Աճապահյանի խոսքը, որ բառից բուն իմաստով տեղը նստեցրեց եւ ցույց տվեց եւ իրենց տգիտությունը եւ իրենց տխմարությունը եւ քիչ առաջ էլ Տիկին Ալավերդյանը հաստատեց, որ սահմանադրորեն նրանք բացարձակ իրավունք չունեն, դա իրենց տիրույթը չէ, որևէ իրավունք չունեն եւ այս տգետներին պիտի բացատրվի, իսկ եթե եւ նաեւ առաջարկեց Տիկին Ալավերդյանը, ինձ համար է շատ կարեւոր է Տիկին Ալավերդյանի խոսքը, որ այլևս այս բան վիճակից պիտի դուրս գա մի քիչ ավելի ներողամիտ բան վիճակից եւ այդ մարդկանց բանադրեն ուղղակի նզովեն եւ ողջ աշխարհի արչեւ եւ հայ ժողովրդի արչեւ հայ ժողովուրդը իմանա, որ այս մարդիկ քրիստոնյա չեն, այս մարդիկ մերժված են հայ առաքելական եկեղեցու կողմից։ Իհարկե ինքը դա էլ կփորձի շահարկել, բայց այնուամենայնիվ, բայց գուցե այն բանը կա, չէ՞, մոռանալ հերոստրատին ամեն ինչ անել, որ այդ հրեշավոր բանը 7 հրաշալիքներից մեկը, որ այրել էր, պատմության մեջ չմնա, բայց կարող է սա էլ օգտագործի, ասի ավելի լավ։ Ես այն միակներից կմնամ, որ եկեղեցին ինձ բանադրել է։ Ինչ անենք, պիղծ բանով կգրվի, բայց որտեղ խելագար է, էլի, իրենց ամեն ինչ սпасելի է։ Այս հարցի հետ կապված Հայկ, ձեր կարծիքը եւ անցնենք այլ հարցերի, սրանց հետ նաեւ Շունիկի այս դեպքի հետ կապված։ Առաջարկում եմ այդ նզովել չնզովելն էլ թողնենք եկեղեցուն, թողնենք վեհապարի եւ եկեղեցու, այսպես ասենք, ղեկավարության իմաստությանը։ Իրենք ավելի լավ գիտեն, պետք է նզովել, թե պետք չի նզովել։ Այսինքն այդ առումով, եթե որոշում ենք, որ չենք խառնվում եկեղեցու ներքին որոշումներին, ուրեմն այդ մի որոշումներին էլ պետք չի խառնվել։ Այսինքն իրենք գիտեն, երբ ոնց ինչ չափով ասեն, որպեսզի դա եւ մի կողմից լինի այսպես տեղին ասված խոսք, մյուս կողմից էլ ավելի շատ չբորբոքի, որովհետև վերջի վերջո եկեղեցին ինքը միշտ հանդես է եկել ազգային միասնության օգտին, այսինքն ինքը չի կարող այնպիսի քայլեր իրականացնել, որը դա կխաթարի, այսինքն ինքը պետք է բերի հաշտեցման։ Դրա համար ավելին պահանջել, քան եկեղեցին արդեն անում է, հաշվի առնելով իր օրենքի տեսանկյունից, դե այսպես Աստծո կողմից պաշտպանված է, բայց օրենքի տեսանկյունից իր անպաշտպան վիճակը մենակ է փաստորեն մնացել, ոչ միայն Հայաստանի իշխանությունների մասով, այլ արտաքին ուժերի առաջ, հետևաբար թողենք, որ իրենք այն չափով, որ իրենք գտնում են ճիշտ է, այդ չափով արձագանք են։ Ես ներողություն եմ խնդրում, եթե կան այդ ձայնագրությունները ազգային ժողովի մոտ ինչ է տեղի ունեցել, նախապատրաստեք ընթացքում մենք ցուցադրենք։ Ցավոք սրտի ոչ բոլոր ԶԼՄ-ներն են ձերպես մտածում։ Եթե Փաշինյանի ասածներին լիներ 0 արձագանք, միգուցե շատ ավելի լավ լիներ, այսինքն այդ չերար թեման կմոռացվեր կգնար։ Բայց դե հիմա այդպեսի մենք տեղեկատվական կանոնների շրջանակներում ենք ապրում, որ չի ստացվում, որ այդպես հնչեղություն չստանան։ Այսինքն ես կուզեի, որ այս քննարկումը ընդհանրապես չլիներ, որտեղ եկեղեցին ոչ մեկի առաջ հաշվետվություն ներկայացնելու պարտավոր չի։ Ես չեմ ուզում մտնել մյուս բոլոր բաների մեջ, եկեղեցին ինքը գիտի երբ ոնց եւ ինչ ձևով։ Մյուս բանը, որ այն ինչ հիմա կատարվում է, իհարկե ինչ որ կատարվում է բոլորի մոտ, ինձ մոտ էլ առաջանում է առաջին ռեակցիան, առաջանում է, չգիտեմ, ինչ որ հայհոյելու, ինչ որ մի բան ասելու նման ցանկություն։ Բայց եկեք նայենք մի փոքր այլ տեսանկյունից, որտեղ հայհոյել միշտ էլ կարող ենք եւ ամեն օր էլ անում են։ Հիմա ինչ է հարցը։ Հայաստանում այս ամեն ինչը այս արշավը եկեղեցու նկատմամբ քննարկվում է ներհայաստանյան տեսանկյունից։ Այսինքն կարծես թե դա զուտ ներհայաստանյան ինչ որ գործընթաց է, որը Փաշինյանը իր
կամքով Իհարկե ոչ։ նախաձեռնությամբ Հա, եկեք հիշենք, որ արդեն քանի երևի 2 տասնամյակ է այս արշավը ընդհանրապես քրիստոնեության դեմ, կաթոլիկ եկեղեցու դեմ, այս համաշխարհային բան է, գլոբալիստների ինչեր հրապարակ եկան, իբրև թե կաթոլիկ եկեղեցուներսում, ուղղափառ եկեղեցուներսում, չգիտեմ, այս այլանդակությունից, այլասեռությունը, այսինքն եկեղեցի քրիստոնեությունը ինքը այսօրվա թիրախ չէ, թիրախում է եւ երեք դրա մասին էի խոսում։ Դուք տեսեք մի հատ գեղանկարչության մեջ ինչեր հայտնվեցին, կինոինդուստրիայում ինչեր հայտնվեցին, թատրոնում, այս սատանիստական բաները ինքը ասես արշավի գլոբալիստների արշավը գնում էր եւ սա նաեւ ինչ որ իմաստով այդ դիրույթում պիտի դիտարկել, որ մեր հայ առաքելական եկեղեցիները այդ հարվածի տակ է, այսինքն քրիստոնեության դեմ է։ Այսօր արևմուտք հավատքի, սրբության, քրիստոնեության, լուսավորչականության դրա դեմ է այս բանը։ Այսինքն այսօր արևմուտք Ռուսաստան բախումը պատերազմի ճակատը շատ ավելի լայն է, շատ ավելի լայն է, քան միայն Ուկրաինայում ռազմական գործողություններով, միայն Ուկրաինայում եկեղեցու դեմ արշավներով, այսինքն սա համատարած է։ Այսինքն այդ պատերազմում Չէ, այդ պատերազմը իրենք շուտ էին սկսել։ Ուղղակի դուք էլ եք շատ հաճախ ասում, միջև այն պահը, որ Ռուսաստանը իզորու էր որոշակի դիմադրելու, որտեղ բոլորն էլ այո, հասկանում են, որ այս ինչ է նշանակում կաթոլիկ եկեղեցիների դեմ, Վատիկ ինչեր էին անում, չէ՞, ինչ սրվել է, եւ բնականաբար, ասենք հետխորհրդային տարածքի երկրներում Վատիկանն ընդունի, որ բաները Ռուսաստանի գործընկեր պետություններում, դաշնակից պետությունները եւս իրենց վրա այդ հարվածները զգում են։ Այսինքն բոլոր այն ինստիտուտները, որոնք շատ թե քիչ կանգուն են մնացել, կայուն են մնացել, դրանց նկատմամբ եւս արշավ է գնում, որպեսզի իրենց թույլատնեն, որպեսզի թույլանա տվյալ պետության դիմադրողականությունը եւ այդ տվյալ պետությանը ավելի հեշտ կարողանան տվյալ դեպքում Ռուսաստանի դեմ պատերազմում օգտագործել։ Սա է, բոլոր նման գործընթացներ ամբողջ հետխորհրդային տարածքում գնում են։ Միտեղ եկեղեցու նկատմամբ, միտեղ ռուսաց լեզվի նկատմամբ Ղազախստանում օրինակ գործընթացներ են գնում ռուսաց լեզվի հետ կապված բացասական առումով, մյուս բոլոր հանրապետությունում, բացի Բելարուսից երևի, մյուս բոլոր հանրապետություններում երևի անուն Ադրբեջանում այդ ռուսկի դոմը որ փակում են, այսինքն այս գործընթացները գնում են ամենտեղ։ Բայց եթե մի պահ ասենց, այսինքն սառը գլխով դատենք, եթե Փաշինյանը ուզում է 26 թվականին ընտրվել, ապա ընտրվել ցանկանալու մարդու տրամաբանությունից ելնելով ինքը նման բան չպետք է աներ։ Այսինքն ընդհակառակը ինքը պետք է հասկանար, որ հակազդեցությունը մեծ է լինելու, այն էլ այս բառապաշարով, որ ինքն է արտահայտվում, ռեյտինգը առանց այն էլ ընկած մոտիկանալու է 0-ի եւ 26 թվին արդեն նույնիսկ նրանք, ովքեր որ անտարբեր էին միգուցե եկեղեցու նկատմամբ այդ հարշավներից հետո իրենք էլ կտրամադրվեն իր դեմ, որտեղ վերջը եկեղեցում կնունք են անում, եկեղեցում հարսանիք են անում, գնում են եկեղեցի զատիկ են նշում եւ այլ, այսինքն իրենց համար ինչ որ գծեր կա, մարդկանց համար չեն կարող անցնել։ Հետեւաբար ինչու է անում այդ դեպքում։ Ինքը չի ուզում ընտրվի 26 թվին։ Ուրեմն չի կարող չանել։ Հարցը այն չի ինքը ուզում է թե չի ուզում։ Չի կարող չանել։ Ես դրա համար մեկ-մեկ Զելենսկուն եմ օրինակ բերում։ Զելենսկին որ տականքա դրա մասին խոսք չկա, բայց եթե ինքը հիմա այն ժամանակ ընտրվելուց առաջ իմանար, որ իրեն այս process-ի մեջ են մտցնելու, ես չեմ կարծում, որ ինքը կհամաձայներ կմտներ այդ ամեն ինչի մեջ։ Դա որովհետեւ ինքը իր կավենով իր համար ապրում են, իրեն բերին մտցրին, իր իհարկե չարժե համակարգը այսպես կոչված հաշվի առնելով, ինքը չէր մտնի, եթե չգնահատեին, որ ինքը ունակ է այդ այլանդակությունները անելու։ Ինքը այնքան մտավ, որ ինքը էլ դուրս գալ չի կարողանում։ Փաշինյանի դեպքում էլ է նույնը, ինքը չի կարող դա չանել, որովհետև եթե ինքը չանի, շատ արագ իրեն կփոխեն, կբերեն նրան, ով շատ արագ դա կանի։ Այսինքն հիմա հետևաբար այս ճնշմանը դիմակայելու համար առանց այդ արտաքին խաղացողների նկատմամբ ճնշման չի լինի։ Հիմա երկու տարբերակ կա, կամ պատի Փաշինյանին փոխել, ՀՊ-ին Փաշինյանին, կամ այդ փոխելու համար էլի պետք է ճնշում գործադրվի այն արտաքին ուժերի նկատմամբ, որոնք որ պահում են իրենց, եթե չի ստացվում փոխել ինչ-ինչ պատճառներով, ապա մեզ համար կործանարար գործընթացները գոնե դանդաղեցնելու համար էլի միևնույնն է պետք է ճնշում գործադրել էլ արտաքին ուժերի նկատմամբ։ Այսինքն երկու դեպքում էլ եւ փոխելու համար եւ այս գործընթացները դանդաղեցնելու համար պետք է ճնշում գործադրել։ Ճնշումը ընդ որում ինչի հիմա սրվեց, որտեղ ըստ էության, ոնց որ ասում էի,
գալիս է մի պահ, երբ որ ԱՄՆ Ռուսաստան բանակցությունները մտնում են փակուղի։ Ըստ էության հիմա փակուղում են, որտեվ քննարկվում է ամեն ինչ բացի բուն կոնֆլիկտից լուծելու առումով։ Գերիներ, չգիտեմ, դեսպանատներ, այլ հարցեր, հումանիտար, ինչ որ հրադադար մի երկու օրով որ մարմինները հանեն, այսինքն բան հարցեր քննարկվում են, բայց կոնֆլիկտի լուծում չի քննարկվում։ Այսինքն ԱՄՆ-ն առաջարկում է, ուզում է հասնել հրադադարի 30 օրով, Ռուսաստանի դա ձեռնտու չի։ Վերջ, արդեն հակասող մոտեցումներ են։ Եվ հարցակումը օրինակ Ռուսաստանի հետ օդանավակայանների վրա դրանով է պայմանավորված։ Այսինքն ԱՄՆ-ն Ռուսաստանը աստիճանաբար գնում են եւ մտնում են կարճաթև հակասությունների եւ փակուղի կարճաթև, որը պետք է էլի հաղթահարվի։ Այսինքն Ռուսաստանը միջոց կգտնի այդ փակուղին հաղթահարելու համար։ Քանի դեռ իրենք չեն պայմանավորվում, ինչքան ձգձգվում է իրենց վերջնական պայմանավորվելու, այսինքն աշխարհը պատասխանատվության գոտիների կիսելու պահը, այնքան նման գործընթացները շատ են լինելու եւ դրսեւորումները տարբեր հանրապետություններում, տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ եկեղեցիների նկատմամբ։ Այսինքն առանց հանրային ճնշման գոնե ԱՄՆ Եվրամիություն այդ երկուսի նկատմամբ, որովհետեւ Եվրամիությունը տեղում իրականացնողն է, ԱՄՆ-ն գլուխն է։ Ճնշման դեպքում Միացյալ Նահանգները տեսնելով, որ Հայաստանում կա մեծ դժգոհության ալիք իրենց նկատմամբ, որպես այս գործընթացների գլուխ, իրենք կսաստեն այս գործընթացները։ Կասեն մի րոպե սպասեք ժողովուրդը գլխի հանգել դուրս գալի մեր դեմ, սաստեք։ Տրամպը որպես խաղարար հանդես եկող, որպես այսպես ասենք ավանդական արժեքների պաշտպան, կասի մի վարքյան Հայաստանում ինչ որ իմ նկատմամբ սկսել են այդքան էլ դրական չվերաբերվել։ Մի հատ էլ ինչա կատարվում, այնտեղ ինչն է պատճառը, parzեք, որ parzել որ ինքը գիտի։ Կասի դանդաղացրեք։ Ասենք Եվրամիությանը մի անգամից գլխին կտան, կասեն ստոպ տվեք։ Բրիտանիային է կասեն վերջացրեք այս եկեղեցու նկատմամբ հարձակումները։ Այդ ճնշումը պետք է հանրային լինի, հանրային մեծ լայն ճնշում։ Հոսուտ չենք ասում, բայց օբյեկտիվ է, չէ՞ որ իրենք են դրա հետևում կանգնած։ Այսինքն ԱՄՆ-ն չի ասում մի արեք դա։ Նույնիսկ ընդհակառակը իրեն դա ինչ որտեղ էլ ձեռնտու է։ Այսինքն ինքը իր վասալներին Բրիտանիա, Եվրամիություն թույլ է տվել ինչ որ սահմանների մեջ ազատորեն գործել։ Դե իրենք էլ գործում են։ Մինչև այն պահը, երբ որ Տրամպը կասի ոչ, վերջ, դադարեցնում ենք, որտեղ մենք ռուսների հետ պայմանավորվել ենք։ Այ որպեսզի ինքը մինչև այդ օրը գալը ինքը հրահանգի դանդաղեցնել process-ները, պետք է իր վրա եւ իր վասալ Եվրամիության վրա լայն հանրային ճնշում լինի։ Հենց ճնշումը եղավ, իրենք Փաշինյանին կասեն ստոպ։ Վերջ, այսինքն ամբողջ փոխկապակցված է դադարեցրու։ Իհարկե ստոպ չեն կարող տալ միջև վերջ, այսինքն ուժերը անհավասար են, բայց դանդաղեցնել այդ process-ը կարող ենք։ Դե իրենք տեսնում են, որ իրենք գործընթացի գլուխն են, բայց իրենց նկատմամբ որևէ ճնշում չկա Հայաստանում, ասում են դե լավ է, չկա, ուրեմն մենք կշարունակենք։ Այս մեկը ստացվեց, մյուսն է կանենք։ Այնպես որ կարծում եմ, որ այս առումով Այս առումով մեր սատկած ընդդիմությունը ազգային թևով ամեն ինչով հանդերձ խորհրդարանական ընդդիմությունով պատիվ ունեմով Հայաստանով բոլորով հանդերձ փոխանակ մտածեն ինչ անեն նստած ասում են դե թող գավազանն առնի տա գլխին դուրս գա լավա չեն ասում թող ավտոմատներ առնեն կամ կալաշնիկովները գցեն իրանց վզին դուրս գան այսինքն իրանց աշխատանքը թողած բանը ես միշտ առաջարկում ասեմ լավ եք անում այդ առաջարկում եք այդ դեպքում բոլորը բան արեք ընդունեք ասեք որ փակեցինք այս կուսակցությունը հրաժարվեցին քաղաքականությունով զբաղվել խորհրդարանից ամեն տեղից դուրս եկանք գնում ենք մեր տները թողել ենք մենակ հայ առաքելական եկեղեցու վրա այնպես որ այս ժամանակ ոնց որ ու նստած մի հատ է քննադատում են այս ինչ հայտարարություն է անում ինչ է անում գավազանը թող բերի տա գլխին կամ չգիտեմ ինչ անի բա դուք ինչ եք անում առաջնագից պետք չի ինչ է եղել արդեն 5 օր է 5 օր չէ 7 տարի է կամ 5 օր է արդեն ակնհատ այլանդակություն է դուրս տալիս որ չես ուզում կարդաս ինչ է արվել ընդդիմության կողմից դե ուժերը հանրային բան նորմալ հայտարարություններ չեն եղել իրենք այսպես կոմֆորտ իհարկե կոմֆորտ զոնայից դուրս չգան այն առումով որ եկեղեցին անի սրբազանները դուրս գան չգիտեմ ով դուրս գա հենա մի սրբազան դուրս եկավ այդ մարդը քաղաքական չէր չգիտեր ինչ անի գնաց այդ կոմֆորտ
բալանսավորված քաղաքականության մեջից չեն ուզում դուրս գալ։ Հանկարծ արևմուտքի աչքերում վատամարդ դուրս չգան։ Իրականում այդ process-ը Չի անկարող տկար են երևի նաև։ Չէ, լավ, հիմա այդպես չեմ ուզում արտահայտվում, բայց այդ process-ը իրականում մեզ կբերի արևմուտքի հետ ավելի լավ եւ իրավահավասար հարաբերությունների։ Այս վիճակով մենք արևմուտքի նկատմամբ լինելու ենք տիրոջ եւ ծառայի կարգավիճակում։ Երբ որ արևմուտքի նկատմամբ կեցվածք է դրսևորում, իր այդ հարաբերությունները հնարավորություն է ստեղծում, որ իր այդ հարաբերությունները դառնան իրավահավասար եւ փոխշահավետ։ Երբ որ չես անում, դու լինում ես ծառան ինքը տերը։ Այսինքն ինքը պետք է տեսնի, որ ստեղ ուժ կա դիմադրություն, կա ընդվզում, այո։ Եվ ինքը վախենալով, որ կկորցնի, կողմից։ որ կարող է Հայաստանը ապագայում կորցնել, այն առումով, որ ընդհանրապես չունենա ոչ մի ազդեցություն այստեղ կամ ոչ մի ոտատեղ, այսպես ասենք, թեկուզ եւ փոխշահավետ, փոխհավասար պայմաններով, ինքը կգնա։ Իրենք ամենաշատը վախենում են հանրային բացասական կարծիքից։ Իրենց նկատմամբ ամենաշատը դրանից են վախենում։ Ամենադեսպանատան մոտ 10, 20, 30 հոգով գնում ցույց է անում, ինքը արդեն դեսպանը արդեն խառնվում է։ Դե հետևողը խառնվում է իրար։ Շարունակական լիներ 1-2 բան նախաձեռնեցիք, լավ էր, դա շարունակական լինի։ Դա միայն ցույցերով չի, դա միայն ցույցերով չի, դա հանրային կարծիքով է։ Սովորաբար ցույցերը իրենք հանրային կարծիք ձևավորող պետք է լինեն, այսինքն դրանից հետո ինչ որ շարժ պետք է լինի, դե չկա, դե ամեն օր գնաց 20 հոգով ցույցանես, դա էլ այսպես ասենք հոգնածնող է։ Այսինքն պետք է օրակարգ, ամենօրյա օրակարգ սկսած վերլուծական դաշտից վերջացրած փողոցային ակցիաներով։ Դա պետք է նրա համար, որ այն կենտրոնները ուժային, որոնք կանգնած են այս process-ների հետևում, զգան դիմադրություն Հայաստանում եւ իշխանություններին հրահանգեն կանգ առնել ինչ որ ժամանակով։ Այսինքն գնդակը էլի ընդդիմության տիրույթում է, ոչ թե հայ առաքելական եկեղեցի։ Դե բոլորի, հիմա ընդդիմություն բոլորի։ Բայց իրենք են, չէ, քաղաքական իրենք դիսկսեն։ Հիմա ասենք ասում ենք լավ է, Սրբազանը, Աջապահյանը ճիշտ պատև տեղը ցույց է տալի, ձեր ինչ գործն է։ Չէ, ասենք մտել ենք այնտեղ, որ պետությունն ու եկեղեցի տարանջատածը որոշումը միատարի։ Նույն հարցը քեզ են տալի, ասեն արի գնա դնաթայի տեսու, տենանք HB-ի տղեն ես, թե ում տղեն ես։ Չէ, այսինքն այնքան կեղտոտ տիրույթ է մտնում, որ դա բան չէ, եթե դու այդ անվարականության մի հատ բան կա, եթե կարմիր գծեր կա, եթե դու անցնում ես, այդ կարող է չգիտեմ ուր տանի։ Դե դժվար է, 33 տարի այդ արևմուտքը տենց սիստեմ համակարգ է ստեղծել Հայաստանը, որ այդ կոմֆորտ զոնայից դժվար է դուրս գալ։ Այսինքն ամեն ինչով։ Պարտադիր չի որ մարդը հավաքագրված լինի, գործակալ լինի, կարող է չէ։ Բայց արևմուտքի ուժը հենց դրանում է կայանում, որ ինքը կարողանում է այնպես իրավիճակ ստեղծել, որ մարդը հոգեբանորեն, նույնիսկ եթե գործակալել չի, հոգեբանորեն իրեն կաշկանդված է զգում։ Ես մի քիչ անհարմար իրավիճակ էլի։ Ասենք, չգիտեմ, վիզայի հարց կա, բիզնեսի հարց կա, հանգստանալու հարց կա, երեխաներն են սովորում եւ այլ եւ այլ եւ այլ։ Բայց այդպես նորից կրկնում եմ, մենք լինելու ենք տիրոջ ծառայի կարգավիճակում, ընդվեզելու պարագայում, իսկ այդ օրը մոտենում է, որ այլ երկ չի մնալու, այսինքն բալանսավորված քաղաքականությունից պետք է մի փոքր դուրս գալ։ Չենք ասում արևմուտքին հայտարարեք թշնամի, բայց մի փոքր պետք է դուրս գալ, այդ դեպքում մենք շանս կստանանք իրենց հետ հարաբերությունները պահպանել, բայց իրական իրավահավասար պայմաններով։ Հակառակ դեպքում այս ճնշումները հա գալու են, հա հարվածները գալու են, անվերջ է լինելու։ 2013 թվականին, երբ որ այդ գենդերային օրենքներին պարտադրել էին արդեն, դրանից հետո պետք է այլ իրավական ակտեր ընդունվեին, մի խումբ քաղաքացիների կողմից, որի մեջ նաև ես էի մասնակցում, եւ Մայր Աթոռի կազմակերպմամբ տեղի ունեցավ ուխտիերթ։ Մոտ 15000 մարդ, կարծեմ Երևանից, թե Էջմիածնի մոտակայքից, լավ չեմ հիշում արդեն, ուխտիերթով գնաց Մայր Աթոռ։ Իդեպ Արշակ Եվ ուշ ցույց տվեց դրա։ Մի հատ նայ, հա, որ ժամին էր, վաղը չեմ իսօր, չէ՞, ոնց որ Արշակ Զաքարյանն էր իր էջում գրել, որ ել եւ տես Մարմա, ոնց էր կոչում։ Մարմարաշեն չէր, Մարա ճիշտ կարդա անունը։ Մի ուղղակի անունը կարդա։ Այսինքն Ուկրաինայում էլ էր այդպես
Նոր չէր եկեղեցու նկատմամբ հարձակումները, անընդհատ գնում էին։ Մարմաշեն։ Ուղղակի Կիրակի օրը այդպես ուխտագնացությամբ էս բոլորը ժամը 10-ին, 11-ին լինել այդտեղ մասնակցել պատարակի։ Այնտեղ էլ ուղղակի տենց մարդիկ մտածում են, դե ինչ պետք է լինի մի հատ կնդվզեն եկեղեցու դեմ կգնա, այդպես չարձագանքեցին, համարժեք չեղավ Ուկրաինայում։ Դե Ուկրաինայում տեսեք ինչ են անում։ Իրար վրա հավաքվեց, պարակտեցին եկեղեցին եւ այդպես եղավ։ Այսինքն ասածս այն է, որ լավ կլինի, որ վաղուց էին իրենք սկսել, մենք ուղղակի արդեն չենք, ստապ չենք, թե չենք պահանջում դիմադիրներից հորինված ինչ որ բաներ ասել, որոնք գոյություն չունեն։ Իրենք էլ լավ գիտեն, ով է կանգնած այս ամեն ինչի հետևում։ Ասել, որ այս եկեղեցու դեմ արշավի հետևում կանգնած է Փաշինյանը, նույնն է, որ ասել, որ չգիտեմ, ռուսական այդ ռազմաբազաների վրա հարձակման հետևում կանգնած է Զելենսկին։ Դե ծիծաղալու է։ Իրենք այդքան նման օպերացիաներ չեն կարող իրենց կհաջողի այդպես թույլ չտալ, որ պատերազմը կանգնի, բայց մյուս կողմից Եվրոպան չունի այդպես աջակցելու այդ ռեսուրսը չունի ոչ այդ զինատեսակները, ոչ այդ ռեսուրսը անverջ օգնելու։ Թե իրանք այսպես կարճաժամկետ այս հարցն են լուծում այս փուլում ամեն ինչ խաթարել։ Չէ, իրենք ուզում են պատերազմը երկարացնել, Ռուսաստանին հյուծել, ասենք 10 տարի պատերազմը գնա, 5 տարի գնա։ Բնականաբար ռեսուրսները անհավասար են, այսինքն 10 անգամ ավելի շատ ռեսուրս ունի ՆԱՏՕ-ն, քան Ռուսաստանը։ Դե օբյեկտիվորեն այդպես է։ Ռուսաստանի նախագահները դրա մասին ասել, այսինքն իրենք 10 անգամ ավելի շատ թնդանոթ ունեն, 10 անգամ ավելի շատ տանկ ունեն, մոբիլիզացիոն պոտենցիալը շատ ավելի մեծ է, բայց երբ որ դրան գումարվում է Ռուսաստանի ստրատեգիական միջուկային զենքը, միանգամից Ռուսաստանը առաջ է անցնում։ Հետևաբար այս տիրույթում էլ հարցը լուծվելու է, դրա համար էլ Պուտինը փոխեց միջուկային դոկտրինը։ Դրա համար էլ Տրամպը ուզեց բանակցի, որտեվ վախեցան միջուկային դոկտրինի փոփոխությունից։ Կարծում եմ այս տիրույթում է հիմա բանակցությունները, այսինքն ԱՄՆ-ին համոզում է Ռուսաստանը, ասում է ես ունեմ միջուկային զենք ստրատեգիականը միայն Միացյալ Նահանգների դեմ է, ուրիշ ոչ մեկի։ Այսինքն ստրատեգիական միջուկային զենքը ամերիկյանը Ռուսաստանի դեմ է, ռուսականը Ամերիկայի։ Ուրիշ ոչ մեկի դեմ չի։ Եվ ստրատեգիական միջուկային զենքը ինքը կրակելու համար չի։ Ստրատեգիական միջուկային զենքից ոչ մի մարդ չի մահացել աշխարհում, որովհետև եթե իրանով կրակես, երկրագնդի գոյությունը կկանգնի հարցականի տակ։ Ինքը վախեցնելու համար է։ Եվ այս վախը պետք է Ռուսաստանը բռնի, Տրամպի վախը պետք է բռնի, երբ որ կբռնեց, այն ժամանակ իրանք կսկսեն պայմանավորվել։ Տրամպն էլ հույս ունի, որ չի բռնի։ Այսինքն Պուտինը պիտի գնա ավելի ռադիկալ քայլեր։ Դա անխուսափելի է լինելու։ Ուղղակի այդ պահը պետք է հասունանա, որ ինքը գնա։ Այսինքն ինչ որ երևի նախապատրաստական աշխատանք ունի։ Այս հարվածներից այս աննախադեպ տերորից հետո տարածքում ինքը կարող է Արեշկին այդ հայտնի վերջին զենքի կիրառման։ Չէ, Արեշկին չի օգտագործի։ Չէ, չի օգտագործվելու։ Ինքը այդքան էլ ստրատեգիական զենք չի։ Ստրատեգիականը դա Սարմատ, դա Պոսեյդոն, դա Ավանգարդ, միջ մարտհամակային հրթիռներն են, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգներ, ինքնաթիռները նաև այդ միջ մարտհամակային են։ Իհարկե վնասված ինքնաթիռների թիվը չափազանցած է, այդքան չի եղել, ռուսներն էլ այդքան միամիտ չեն, որ դա լինի։ Իդեպ ասեմ, ըստ պայմանագրի այդ ինքնաթիռները պետք է լինեն բաց տարածքում, այսինքն միջուկային զենքի հետ կապված պայմանագիր կա, որի համաձայն այդ ինքնաթիռները չեն կարող անգարներում լինել։ Իրենք պետք է բաց տարածքում լինել, Ամերիկայինն էլ, Ռուսաստանինն էլ, որ սպուտնիկներից կարողանան նկարել։ Հիմա եթե նկարել են, ուրեմն ուկրաինացիներին տվել են, ով է տվել, Ամերիկան, պարզ չի, որտեղ ուկրաինացիները նման սպուտնիկներ չունեն։ Բայց այստեղ ասեցին, որ պայմանավորվածություն ունեն, որ չպիտի բաց պիտի լինի։ Բաց է, այդ եմ ասում։ Բաց է, այսինքն բաց է, որ սպուտնիկը կարողանա գա նկարի։ Այդպես պայմանագիր այդպեսին է։ Միացյալ Նահանգները անմիջապես հերքեց, որ իրենք տեղյակ են եղել, Դե պետք է հերքի, բա ինչ պետք է անի, բա ոչի ասելու ես եմ եղել, ասի ես եմ եղել միանգամից Տրամպի այդ խորամանկությունը կկոտրվի։ Ինքը ինչ էր ասում, ես խաղաղասեր եմ, ես
ուզում եմ լինել արբիտր, ինքն է պատերազմի մասնակից, ինքն է կողմ։ Դե բայց մյուս կողմից էլ Պուտինին բանակցությունների նախորդին հասկացնում են, որ դու այդ քո կետերով գալիս ես, մի հատ վերանայի, էլի մենք կարող ենք մի գիշերվա մեջ ինչ անել։ Ով Միացյալ Նահանգները։ Այո։ Դե հիմա մի գիշերվա մեջ կարող են անել, բայց հա մի ամիս ծրագիր է, բայց մի գիշերվա չի, մի քանի ժամվա ընթացքում տարբեր կետերում տեսեք ինչ կարող են, բայց այստեղ ԱՄՆ-ն ավելի շատ կորցնելու բան ունի, քան Ռուսաստանը։ Այդ առումով Ռուսաստանը շատ ավելի քիչ կորցնելու բան ունի։ Ինքը մի քանի հայրենական պատերազմ, առնվազն 2 հայրենական պատերազմ տեսած պետություն է։ Դարերով օտարերկրյա նվաճողները եկել մտել են իրենց տարածք, այսինքն իրենք մեծ հաշվով իրենց դրանցով չես վախեցնի։ Այ շարքային ամերիկացին դրանից վախենում է։ Այսինքն իր կոմֆորտ վիճակը, որ կարող է խախտվել, որ ամեն օր չվեր կանա մի հատ սուրճ չխմի, մի հատ, չգիտեմ, բուրգեր չուտի, մի հատ երեկոյան կինո չգնա, այսինքն այդ կոմֆորտ վիճակը չի ուզում խախտվի։ Երբ որ ինքը տեսնում է սպառնալիք, որ այդ կոմֆորտ վիճակը խախտվում է, ինքը ցնցման մեջ է ընկնում։ Եվ Ռուսաստանը դա շատ լավ գիտի, բայց դա ինքը չի էլ ուզում։ Դե երկու բան գիտի, նախ գիտի, որ կոմֆորտ զոնան եթե խախտվեց, այդ հասարակությունը կարող է չդիմանալ, բայց մյուս կողմից է դուք ասեցիք ինքը գիտի, որ ՆԱՏՕ-ն 5 անգամ իրենից ուժեղ է։ Սովորական սպառազինություններով, սովորական։ Դրա համար ինքը շեշտը դնում է Ամերիկային հաղթելու է ռազմավարական միջուկային զենքի օգնությամբ, բայց ոչ կրակելով, այլ վախացնելով։ Եվ այդ հենքին վրա է գալու պայմանավորվածությունը։ Կենեդին ու Խրուշչովը պայմանավորվեցին երրորդ համաշխարհային պատերազմ, միջուկային պատերազմ չլնելու շուրջ։ Դե հիմա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները ամենայն դեպս բացարձակ այլ ուղղությամբ են նայում եւ որևէ բան նախադրել չէ, որ կարող է գնան այդ բանակցային։ Ուղղակի Միացյալ Նահանգները իրենց դեռևս խիստ չեն արգելել կանգնեցնել այն ինչ իրենք անում են։ Իզորու է։ Երբ որ իհարկե, երբ որ Տրամպը կհասկանա, որ այլևս իր խաղը ավարտված է եւ ինքը պետք է գնա Ռուսաստանի հետ պայմանավորվածության, ինքը Եվրոպային ու Բրիտանիային սաստելու է, ասելու է վերջ։ Մենք գնում ենք պայմանավորվածության ռուսների հետ, հանգարց չփորձեք մեզ խանգարել։ Տասնամյակներով Ամերիկան է Եվրոպային սարքել։ Բոլոր ազդեցության լծակները, կառավարման լծակները գտնվում են Վաշինգտոնի ձեռքին, Եվրոպայի։ Եվրոպանով որ թփրտա։ Նույնիսկ Ամերիկան թույլ չի տալի, որ Մեծ Բրիտանիան ունենա ռազմավարական միջուկային զենք։ Թույլ չի տալի։ Այն չափով, որ ունի Միացյալ Նահանգները, երկու պետությունն են, Ռուսաստան, Ամերիկա, նույնիսկ Բրիտանիային ինքը թույլ չի տալիս։ Այնպես որ պահը որ գա, ուղղակի հիմա Տրամպը թույլ է տալի, որ իրանք գործեն։ Ինքը իրեն ձեռնտուել է, ասեն, ինչքան կարաք վնասեք Ռուսաստանը, մեկը իմ ձեռքերով չեք անում, ես էլ կասեմ, որ իմ աշխարհին կասեմ, որ ես կապ չունեմ, այդ բրիտանացիք ու եվրոպացիք են։ Բայց որ պահը որ գա, ինքը հասկանա, որ վերջ իր խաղը ավարտված է, բոլորը գլխի են ընկել, հանրային կարծիքը գլխի է ընկել, որ ինքն է ամեն ինչի գլուխը, ինքը նրանց ստոպ ատալու, ասել է վերջ, մենք գնում ենք պայմանավորվածության, միջև այդ 1000 բան կարա տեղի ունենա, այդ թվում նաև հետխորհրդային տարածքում գործընթացներ, այդ թվում նաև դեստրուկտիվ գործընթացներ, միգուցե լոկալ ինչ-որ բախումներ եւ այլ եւ այլ։ Շատ լավ, ուրեմն այսօր Արման Բաբաջանյանը եւ ոչ միայն այսպես ինչ արևմտամետներ են ասում իրենց մեզ մոտ։ Չգիտեմ ես։ Չէ, արևմտամետներ, բայց ինչ որ մի հատ ուրիշ բան կար դրանց հետ կապված։ Ոչ եթերային բառը։ Այո, չէ, ուրիշ բառը մասնեսում, հիմա ուղղակի չեմ հիշում։ Մատվիենկոն Հայաստանում է գնաց հաղթանակի հուշարձանի մոտ ծաղիկներ դրեց, հետո Ծիծեռնակաբերդում էր, հիմա դրա հետ կապված ակցիաներ են արվել, բայց նաև հակառակ ուժերել են եղել, տեսնենք ինչ է կատարվել ազգային ժողովում, ազգային ժողովի դիմաց։ Shorts News-ի վիդեոներն են այստեղ, խնդրեմ։
Վանկարկում են թուրքեր, հա, այդ ուժերին ովքեր որ էսա ոչ ռազմագետներ են։ Կարման Բաբաջանյանը։ Հարգելի հեռուստադիտողներ, ազգային ժողովի մոտ շարունակվում է բողոքի ակցիան Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցի կապակցությամբ այստեղ բողոքի ակցիային իրականացնում արևմտամետները, քիչ առաջ ազգային ժողովի շենքի մոտ եկան ռուսամետ ուժերը եւ նրանք ասեմ որ 24 News-ի մեր գործընկերների ռեպորտաժն է, ուղիղ եթերում են իրենք։ Մեր ակցիան այս եվրոպամետների դեմը, ովքեր Թուրքի գործակալն են սրանք, եկել են կխնդրեմ պիտակավորումներ եւ վիրավորանքներ մի հնչել։ Պիտակավորում չեք կպցնում ես, ինչ կա այդ էլ արտահայտվում է։ Տիկին Մատվիենկոյի այցը Հայաստան։ Հազարես սադրակ էստեղ իրականացվեց զավիշների կողմից։ Դուք երկուստ եք, հա, թե նրանք այսպես հայրանքներ եւ մեղադրանքներ հնչեցին իրար հասցնի։ Մենք հայոյանք չենք հնչեցրել։ Իրենք այնտեղ էին կանգնած, բարձուկում, այնտեղից իրանք եկան եւ այստեղ սադրակ սկսեցին։ Նույնիսկ ոստիկանները չէին կարողանում իրենց այդ թերմացքը բառապաշարից մեզ հեռու պահել։ Գներեք, հարգելի լրագրողներ, տեսնում Բողոքլարի հայտարարությունները Թուրքիայում։ Համամիտ եք դուք մենք գնանք Եվրոպա եւ լինենք Թուրքիայում վասալ որպես։ Իսկ դուք լսել եք Սերգեյ Լավրովի ասում սա Հայաստան։ Բավարարեց մի հատ էլ կա, որտեղ Ադոն Բաբաջանյանը Ինչ է դուք գտնեք։ Լավ, պարզ է արդեն։ Բաբաջանյանը փոխանակ ինքը գա առաջնակից։ Կողմնակիցներին է գցել։ Խնդրեմ, այս եթե կարող եք մեկնաբանել Մատվիենկոն Հայաստանում է, խնդրեմ։ Հիշում եք Ալենի հայտարարությունները եւ այս 3 ծաղկե փնջով դիմավորեց։ Դե Ռուսաստանի դերը այնքան է աճում աշխարհում, որ ոչ մեկ չի կարող դրա հետ հաշվի չնստել։ Ցանկացած իշխանություն հաշվի է նստելու։ Ռուսաստանն էլ շատ լավ իմանալով, որ մոտ ապագայում ինքն է լինելու հետխորհրդային տարածքում պատասխանատուն, ինքը ձգտում է, անկախ նրանից, ովքեր են այսօրվա իշխանությունները, ձգտում է բոլորի հետ էլ կապը պահպանել, որպեսզի մինչ այդ օրը գալ է, այնպես չստացվի, որ այդ process-ները այնց արագանան, որ պետությունները ուղղակի մեծ աղետների առաջ կանգնեն։ Դրա համար իրենք, այսպես ասենք, փորձելու են կապերը պահել, հնարավորինս իրավիճակը չսրել, հնարավորինս ստատուս քվոն համենայն դեպս պահպանել ինչքան որ հնարավոր է։ Մինչև որ այդ օրը կգա։ Այդ այցերը դրա հետ են կապված։ Շատ լավ, եւ չասացիք Հասյունիքում այս ինչ որ տեղի է ունեցել։ Չկա չէ՞ որ ինֆորմացիա, դե երկու պատանի, ասում Ադրբեջան բոլոր ադրբեջանցիներին վաղուց արդեն տվել են, այսինքն փոխանակելու մարդ էլ չկա։ Եթե այնպես հաջողվի, որ, չգիտեմ, մեծ հոխորտում ադրբեջանական կողմը Իրան հերոսի, չգիտեմ ինչի տեղադրել։ Դե գնա հարցը լուծի, Նիկոլ, քո արածն է։ Եթե ադրբեջանական կողմը հաշվի առնի, որ իրենք անչափահաս են, վերադարձնի, միգուցե, եթե ռուսների հետ չած չլինեին, միգուցե ռուսները կարողանային միջամտեին, ոնց որ ժամանակին խաղապահների հրամանատարը թռնում էր ինքնաթիռով Բաքու, գերիներ էր բերում այնտեղից Երևան, միգուցե եթե
ռուսների Ռուսաստանի միջնորդությամբ տիրույթում մնային, հնարավոր կլներ, որ ասենք ռուս հրամանատարը թեկուզ 102 բազայի կամ միգուցե սահմանապահների զորքերի գնար եւ բերեր իրենց։ Դա էլ եմ չացրել, հույս ունենանք, որ ինչ որ մի բան դուր կբացվի, ոնց որ ասում են։ Շնորհակալություն։